Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ, կանխավ շնորհակալություն բոլորին մեզ շարունակաբար աջակցելու համար, թե մեկնաբանություններով, թե նյութերը հավանելով, լայք դնելով եւ թե բաժանորդագրվելով ալիքին, շնորհակալություն բոլորին։ Սկսենք լուրերը, ԱՄՆ դաշնային հակաահաբեկչական ծառայությունները հայտնաբերել են կոդավորված պարսկերեն կարճալիք ռադիոհաղորդում։ Այն բաղկացած է եղել թվերի երկար հաջորդականությունից, որը փորձագետների նման է այն ազդանշաններին, որոնք պատմության ընթացքում օգտագործվել են գաղտնի գործակալների հետ հաղորդակցվելու համար։ Այս կիրակի Հոլիվուդում տեղի կունենա Օսկար մրցանակաբաշխությունը, իշխանությունները ուժեղացրել են անվտանգության միջոցառումները։ Իրավապահ մարմինները հայտնում են, որ այս քայլը կապված է Իրանի շուրջ աճող միջազգային լարվածության հետ։ Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտարարել է, որ միջոցառման օրը տարածքում կտեղակայվեն հարյուրավոր ոստիկաններ, ինչպես նաև դաշնային անվտանգության ծառայությունների աշխատակիցներ։ Գործողությունը իրականացվելու է մի քանի իրավապահ կառույցների համատեղ ուժերով։ Հոլիվուդում նախատեսված անվտանգության միջոցառումները լինելու են աննախադեպ խիստ։ Պաշտոնական տվյալների համաձայն բոլոր ժամանող մեքենաները կստուգվեն պայթուցիկ նյութեր հայտնաբերող սարքերով եւ հատուկ վարժեցված շներով։ Տարածքում կաշխատեն SWAT հատուկ ջոկատայինները, որոնք կհետևեն նաև հնարավոր անօդաչու սարքերի սպառնալիքներին։ Dolby Theatre-ի շուրջ կստեղծվի մոտ 1 մղոն լայնությամբ անվտանգության գոտի։ Տարածքում կտեղակայվեն գաղտնի աշխատող ոստիկաններ, ինչպես նաև հակաահաբեկչական ստորաբաժանումներ։ Մոտակա շենքերի տանիքներին էլ կտեղակայվեն դիպուկահարներ։ Անվտանգության ուժերը շուրջօրյա պարեկություն կիրականացնեն մրցանակաբաշխությունից առաջ, ընթացքում եւ հետո։ Պաշտոնյաները նշել են, որ Լոս Անջելեսում ապրում է Իրանից դուրս ամենամեծ համայնքներից մեկը, ինչը կարող է հնարավորություն տալ հնարավոր քողարկված գործակալներին հեշտությամբ խառնվել ու թաքնվել մարդկային հոծ բազմության մեջ։ Այդ պատճառով անվտանգության ծառայությունները հատուկ ուշադրությամբ են հետևելու իրավիճակին։ Միաժամանակ սոցիալական ցանցերում հայտնվել է նաև սպառնալիք Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին։ Իրանի անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը գրել է, որ Իրանը չի վախենում Թրամփի սպառնալիքներից եւ նրանց զգուշացրել է ուշադիր լինել սեփական անվտանգության նկատմամբ։ Նախագահ Դոնալդ Թրամփը Քենթակի մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Իրանի դեմ ընթացող պատերազմի ընթացքին, էներգետիկ շուկային, արտաքին քաղաքականությանը, ներքին օրենսդրական նախաձեռնություններին։ Թրամփի խոսքով ամերիկյան բանակը ծանր հարվածներ է հասցնում Իրանի ռազմական կարողություններին։ Նախագահը հայտարարել է, որ Իրանը զգալի կորուստներ է կրել պատերազմի ընթացքում։ Նրա խոսքով երկիրը գրեթե ամբողջությամբ կորցրել է իր ռազմածովային ուժերը եւ օդուժը, իսկ հակաօդային պաշտպանության համակարգերը եւ ռադարները մեծ մասամբ ոչնչացված են։ Թրամփը նաև ասել է, որ ամերիկյան ուժերը ոչնչացրել են մոտ 60 իրանական ականապատող նավ, ինչը լուրջ հարված է Իրանի ռազմական կարողություններին ծովում։ Նա նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները կարող էր շատ ավելի մեծ վնաս հասցնել Իրանի ենթակառուցվածքներին, սակայն որոշ կարևոր օբյեկտներ դեռևս չեն թիրախավորվել։ Լրագրողները կրկին նախագահին հարցրել են Իրանում դպրոցի վրա հարվածի մասին, սակայն այս անգամ Թրամփը հայտարարել է, որ տեղեկացված չէ եւ չի կարող մեկնաբանել ռազմական հետաքննության արդյունքները։ Լիբանանի մասին հարցին պատասխանելիս նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգները փորձում է աջակցել այդ երկրին եւ լուծել տարածաշրջանային ճգնաժամը։ Նրա խոսքով տարածաշրջանի կայունության համար անհրաժեշտ է թույլատրել Հեզբոլլահի ազդեցությունը։ Խոսելով պատերազմի արդյունքների մասին, նախագահը հայտարարել է, որ Իրանը արդեն մեծ գին է վճարում վերջին տասնամյակների գործողությունների համար եւ որ Միացյալ Նահանգները շարունակելու է ռազմական ճնշումը այնքան ժամանակ, մինչեւ իր նպատակները լիովին իրականացվեն։ Նախագահն արդեն Քենթակի նահանգի Հեբրոն քաղաքում այցելել է կենսատեխնոլոգիական ընկերություն, որտեղ հանդես է եկել նաև հայտարարություններով, թե տնտեսության, թե մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի վերաբերյալ։ Ելույթի ընթացքում Թրամփը կրկին անդրադարձել է Իրանի դեմ ընթացող ռազմական գործողություններին եւ ըստ էության կրկնել է Սպիտակ տան բակում արված հայտարարությունները, սակայն այս անգամ նաև անդրադարձել է Իրանի ներքաղաքական իրավիճակին, հայտարարելով, որ վերջին ռազմական գործողությունների ընթացքում Իրանի ղեկավարության մի շարք ներկայացուցիչներ վերացվել են, ինչի հետևանքով երկրում այժմ ձևավորվում է նոր իշխանական թիմ ու հավելել. Մենք 2 անգամ ոչնչացրել ենք նրանց ղեկավարությունը, հիմա նրանք նոր խումբ են ձևավորում, տեսնենք ինչ կլինի նրանց հետ, ասել է Թրամփը։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը նոր տվյալներ է հրապարակել Իրանի դեմ ընթացող ռազմական գործողությունների մասին։ Ծովակալ Բրեդ Կուպերը հայտարարել է, որ ամերիկյան ուժերն արդեն խոցել են ավելի քան 5500 թիրախ Իրանի տարածքում, այդ թվում ավելի քան 60 նավ։ Կուպերի խոսքով այդ թիրախների թվում են եղել Իրանի ռազմածովային ուժերի բոլոր 4 Սոլեյմանի դասի ռազմական նավերը, որոնք այժմ ամբողջությամբ դուրս են բերվել մարտական գործողություններից։ Ծովակալ Կուպերը նշել է, որ Միացյալ Նահանգների գործողություններն իրականացվում են Իսրայելի եւ տարածաշրջանային գործընկերների հետ սերտ համագործակցությամբ։
Ըստ Կուպերի, ամերիկյան բանակը լայնորեն օգտագործում է նաև արհեստական բանականության նոր տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս արագ վերլուծել մեծ ծավալի տվյալներ եւ արագ որոշումներ ընդունել մարտական գործողությունների ընթացքում։ Այժմ ամերիկյան ուժերն օդային գերակայություն են հաստատել Իրանի տարածքի մեծ հատվածներում, իսկ ԱՄՆ տիեզերական ուժերը կարևոր դեր են խաղում ինչպես ամերիկյան ուժերի պաշտպանության, այնպես էլ Իրանի հնարավորությունների սահմանափակման գործում։ Իրանի զինված ուժերի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին կոշտ հայտարարությամբ է հանդես եկել զգուշացնելով ԱՄՆ-ին եւ Իսրայելին հնարավոր նոր ռազմական հետևանքների մասին։ Զոլֆաղարին հայտարարել է, որ Իրանը կարող է թիրախավորել այն նավերը, որոնք կապված են Միացյալ Նահանգների կամ Իսրայելի հետ եւ շարժվում են Հորմուզի նեղուցով։ Նրա խոսքով Իրանի զինված ուժերը լիովին վերահսկում են նեղուցում իրավիճակը եւ անհրաժեշտություն չեն տեսնում այն փակելու։ Սակայն նա ընդգծել է, որ եթե նեղուցը փակվի, դա կլինի հետևանք այն բանի, որը ստեղծել են Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները տարածաշրջանում։ Զոլֆաղարին հայտարարել է, որ Իրանը թույլ չի տա, որպեսզի Հորմուզի նեղուցով անցնող նավթը օգտագործվի Միացյալ Նահանգների, Իսրայելի կամ նրանց դաշնակիցների շահերի համար։ Նրա խոսքով ցանկացած նավ, որի բեռը կամ նավթի առաքումը ուղղված կլինի այդ երկրների կողմը, կարող է համարվել օրինական ռազմական թիրախ։ Իրանի ռազմական խոսնակը նաև կոշտ քննադատությանը ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ Իսրայելին հայտարարելով, որ նրանք կարող են սկսել պատերազմը, սակայն դրա ավարտը որոշելու է Իրանը։ Զոլֆաղարին հայտարարել է նաև, որ Իրանի զինված ուժերը շարունակելու են ռազմական գործողությունները եւ պատրաստ են մեկ հարվածից հետո եւս մեկ հարված հասցնել իրենց հակառակորդներին։ Հայտարարությունները նաև արել Իսրայելի բանակի խոսնակը գեներալ Էֆի Դեֆրինը հայտարարել է, որ վերջին օրերին Իրանը եւ Լիբանանում գործող Հեզբոլլահը շարունակում են հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելին։ Նրա խոսքով հատկապես վերջին ժամերին արձանագրվել են նոր հրթիռային հարձակումներ, որոնք ուղղվել են երկրի տարբեր շրջանների վրա։ Իսրայելական կողմը նշում է, որ այդ հարձակումները տեղի են ունենում այն պատճառով, որ Իսրայելի բանակը ուժեղացրել է իր ռազմական ճնշումը Իրանի եւ նրա դաշնակիցների վրա։ Խոսնակի խոսքով Իսրայելը միաժամանակ շարունակում է հարվածներ հասցնել թե Իրանում, թե Լիբանանում գտնվող ռազմական թիրախներին։ Իսրայելի բանակի տվյալներով վերջին մեկ օրվա ընթացքում իրականացվել է մոտ 60 օդային հարված Իրանի տարածքում գտնվող տարբեր ռազմական օբյեկտների վրա։ Բացի այդ, Իսրայելը հայտարարել է, որ հարված է հասցրել նաև այն օբյեկտներից մեկին, որը ըստ նրանց տվյալների կապված է Իրանի միջուկային ծրագրի հետ եւ օգտագործվել է պայթուցիկ նյութերի մշակման համար։ Իսրայելի բանակը հաստատել է, որ Բեյրութում հարվածներ են հասցվել մի քանի բարձրահարկ շենքերի, որոնք ըստ իսրայելական կողմի օգտագործվում էին Հեզբոլլահի կողմից որպես հրամանատարական կենտրոններ։ Իսրայելական տվյալներով այդ շենքերում տեղակայված էին կառույցներ, որոնք կապված էին Իրանի հեղափոխական գվարդիայի օդային ստորաբաժանումների գործունեության հետ Լիբանանում։ Միևնույն ժամանակ Իսրայելը շարունակում է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը երկրի հյուսիսում Լիբանանի սահմանին։ Այդ նպատակով Գոլանի էլիտար բրիգադը տեղափոխվել է հյուսիսային ճակատ։ Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը մտնում է ավելի վտանգավոր փուլ։ Ռազմական գործողությունները տեղի են ունենում միաժամանակ մի քանի ուղղություններով՝ օդում, ծովում, տարածաշրջանի տարբեր երկրներում։ Իրանի մայրաքաղաք Թեհրանում օդային հարվածներից հետո պայթյուններ են որոտացել։ Քաղաքի տարբեր շրջաններում ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգերը, որոնք կրակ են բացել օդում հայտնված թիրախների ուղղությամբ։ Միաժամանակ շարունակվում են Իրանի ռազմական ենթակառուցվածքների դեմ լայնածավալ հարվածները։ Իրանը իր հերթին շարունակում է պատասխանել հարձակումներով։ Իրանական ուժերը Իսրայելի եւ տարածաշրջանի մի շարք ուղղություններով արձակել են բալիստիկ հրթիռներ եւ անօդաչու սարքեր։ Ըստ ռազմական աղբյուրների, օգտագործում են նաեւ ծանր հրթիռներ, որոնց մարտագլխիկների քաշը կարող է հասնել 1-ից 2 տոննայի։ Այդ հրթիռները նախատեսված են մեծ տարածքներում ավերածություններ առաջացնելու համար եւ դժվար են որսվում հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Պատերազմի հետևանքով զոհերի թիվն էլ շարունակում է աճել։ Ամենաշատ զոհերն ունի Իրանը, բայց տարբեր աղբյուրների տվյալներով նաեւ Լիբանանում Իսրայելի եւ Հեզբոլլահի մինչև բախումների հետևանքով զոհերի թիվը անցնում է արդեն 600-ը, որոնց թվում կան տասնյակ երեխաներ եւ կանայք։ Մոտ 1 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։ Պատերազմը տարածվել է նաեւ ծովային ուղիների վրա։ Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում գրանցվել է մի շարք հարձակումներ առևտրային նավերի դեմ։ Միջազգային ծովային կառույցների տվյալներով հակամարտության սկսվելուց հետո արդեն գրանցվել է ավելի քան տասնյակ միջադեպ նավերի հետ, որոնց հետևանքով կան զոհված նավաստիներ եւ վնասված նավեր։ Ավելի քան 25 պետություն ՄԱԿ-ում համատեղ հայտարարություն են տարածել, արտահայտելով խոր մտահոգություն Լիբանանում աճող ռազմական լարվածության վերաբերյալ Իրանի պատերազմի ֆոնին։ Հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստից առաջ։ Այն ընթերցվել է այն երկրների անունից, որոնք մասնակցում են Լիբանանում գործող ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը։ Հայտարարությանը միացած երկրների թվում է նաև Հայաստանը։
Այս երկրները հայտարարել են, որ խորամտահոգությամբ են հետևում Լիբանանում ռազմական գործողությունների սրմանը և կոչ են արել բոլոր կողմերին անհապաղ վերադառնալ ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությանը և հարգել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1701 բանաձևը։ Հայտարարության մեջ խիստ քննադատության է արժանացել Հեզբոլլահի որոշումը միանալ Իրանի կողմից իրականացվող հարձակումներին Իսրայելի դեմ։ Երկրները նշել են, որ այդ քայլը Լիբանանին ներքաշում է պատերազմի մեջ, որը չեն ցանկանում ոչ երկրի իշխանությունները, ոչ էլ բնակչությունը։ Պետությունները կոչ են արել Հեզբոլլահին անմիջապես դադարեցնել կրակը Իսրայելի ուղղությամբ և հրաժարվել զինանոցից։ Միաժամանակ հայտարարության հեղինակները կոչ են արել Իսրայելին զերծ մնալ քաղաքացիական ենթակառուցվածքների և խիտ բնակեցված տարածքների վրա հարձակումներից ու հարգել Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում արտակարգ նիստ էր և քննարկվում էր Լիբանանում աճող ռազմական լարվածությունը։ Նիստի ընթացքում ելույթ է ունեցել ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը, որը խիստ քննադատել է Հեզբոլլահի գործողությունները։ Ուոլցի խոսքով Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է Հեզբոլլահի հրթիռային հարձակումները Իսրայելի դեմ։ Նա նշել է, որ Հեզբոլլահը երկար տարիներ հանդիսանում է Իրանի ռեժիմի աջակցությամբ գործող զինված խմբավորում և իրականում չի ներկայացնում Լիբանանի ժողովրդի շահերը։ Ուոլցի խոսքով այդ կազմակերպությունը պաշտպանում է Իրանի ռազմավարական նպատակները և խոչընդոտում է, որպեսզի Լիբանանը դառնա կայուն և խաղաղ պետություն։ ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է մարդասիրական օգնություն տրամադրել Լիբանանին։ Նրա խոսքով 2012 թվականից ի վեր Միացյալ Նահանգները Լիբանանին տրամադրել է ավելի քան 4.4 միլիարդ դոլարի աջակցություն։ Նիստում ելույթ է ունեցել նաև Լիբանանի ներկայացուցիչ Ահմադ Արաֆան, որը հայտարարել է, որ Լիբանանը հայտնվել է պատերազմի մեջ, որը ինքը չի ընտրել։ Արաֆայի խոսքով Լիբանանի կառավարությունը փորձում է հիմա վերականգնել պետական վերահսկողությունը ամբողջ երկրի տարածքում և սահմանափակել զենքի վերահսկողությունը միայն պետական կառույցներով։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի աշխատանքներն այսօր ծավալուն էին և քվեարկությամբ էլ ընդունվել է բանաձև, որով դատապարտվում են Իրանի հրթիռային և անօդաչու հարձակումները Պարսից ծոցի երկրների կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցություններին։ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչ Դենի Դանոնը առանձին հայտարարությամբ է հանդես եկել, նշելով, որ Իսրայելն ու Միացյալ Նահանգները շարունակում են կենտրոնացած մնալ Իրանի ռազմական կարողությունների ոչնչացման վրա։ Նրա խոսքով գործողությունների հիմնական նպատակներն են վերացնել Իրանի միջուկային կարողությունները, ոչնչացնել բալիստիկ հրթիռների զինանոցը և թուլացնել Իրանի ռազմածովային ուժերը։ Նա ընդգծել է, որ ամեն օր Իրանի ռազմական հնարավորությունները նվազում են։ Պաշտոնյայի խոսքով Իրանի արձագանքը ցույց է տալիս, որ ռեժիմը գործում է հուսահատությունից և խուճապից ելնելով։ Նա մեղադրել է Իրանին այն բանում, որ վերջինս հրթիռներ է արձակում դպրոցների և հիվանդանոցների տարածքներից, թաքնվելով խաղաղ բնակչության հետևում, դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական օբյեկտները։ Նրա տվյալներով պատերազմի սկզբից ի վեր Իրանը Պարսից ծոցի երկրների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 անօդաչու սարք և ավելի քան 500 բալիստիկ հրթիռ։ Պաշտոնյան քննադատել է նաև ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին, հայտարարելով, որ Իրանը սխալ է ներկայացնում իրավիճակը, պնդելով, թե թիրախավորում է միայն ռազմական օբյեկտներ։ Նրա խոսքով իրականում իրանական հրթիռները հարվածում են Իսրայելի քաղաքներին, որտեղ ապրում են հենց նրա ընտանիքի անդամները։ Պաշտոնյան ընդգծել է, որ Իսրայելը չի ցանկանում ռազմական գործողություններ իրականացնել Լիբանանի տարածքում, սակայն չի ընդունի իրավիճակ, երբ իր քաղաքացիների վրա հրթիռներ են արձակվում։ Հարցին, թե արդյոք Իսրայելը օգտագործում է սպիտակ ֆոսֆոր Լիբանանում, նա պատասխանել է, որ ինքը ծանոթ չէ այդ պնդումներին և ընդգծել է, որ Իսրայելը փորձում է նվազեցնել խաղաղ բնակիչների զոհերը, կիրառելով ճշգրիտ զինամթերք և հետախուզական տվյալներ։ Նա նշել է, որ Իսրայելը նախազգուշացնում է հարավային Լիբանանի բնակիչներին հեռանալ այն վայրերից, որտեղ կարող են լինել Հեզբոլլահի զենքի պահեստներ կամ հրթիռային կայաններ։ Իրանը հայտարարում է, որ ներկայիս պայմաններում չի մասնակցելու 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը։ Իրանի սպորտի նախարար Ահմադ Դոնյամալին պետական հեռուստատեսությամբ հայտարարել է. Հաշվի առնելով, որ այս ռեժիմը սպանել է մեր առաջնորդին, մենք ոչ մի պայմանում չենք կարող մասնակցել աշխարհի առաջնությանը։ 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվելու է Միացյալ Նահանգներում, Կանադայում և Մեքսիկայում, սակայն Իրանի հավաքականի բոլոր խմբային խաղերը նախատեսված են հենց ԱՄՆ քաղաքներում։ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն էլ հայտարարել է, որ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և վերջինս վստահեցրել է, որ Իրանի հավաքականը ցանկության դեպքում կարող է մասնակցել մրցաշարին և թիմի այցը ԱՄՆ ողջունվում է։ Դուբայի իշխանությունները հայտնել են, որ երկու անօդաչու սարք է ընկել Դուբայի միջազգային օդանավակայանի հարակից տարածքում, ինչի հետևանքով վիրավորվել է 4 մարդ։
Խաթարված է համաշխարհային ավիափոխադրումները։ Աշխարհի տարբեր երկրներում չեղարկվել են տասնյակ հազարավոր թռիչքներ, իսկ բազմաթիվ ավիաընկերություններ ստիպված են փոխել իրենց չվերթների ժամանակացույցն ու երթուղիները։ Մերձավոր Արևելքի մի շարք երկրների օդային տարածքները շարունակում են փակ մնալ հրթիռային եւ անօդաչու հարձակումների վտանգի պատճառով։ Մասնագետների խոսքով ստեղծված իրավիճակը ավիացիոն ոլորտը հասցրել է ամենախորը ճգնաժամերից մեկին համավարակից հետո։ Հատկապես կարևոր դեր ունի Դուբայի միջազգային օդանավակայանը, որը համարվում է աշխարհի ամենածանրաբեռնված կենտրոններից մեկը միջազգային ուղևորափոխադրումների համար ու հանդիսանում է երկար հեռավորության թռիչքների հիմնական տարանցիկ հանգույցներից մեկը։ Հակամարտության առաջին օրը վնասվել էին նաև Դուբայի, Աբու Դաբիի եւ Քուվեյթի միջազգային օդանավակայանները։ Տարածաշրջանային խոշոր ավիաընկերությունները, ինչպիսիք են Դուբայի Emirates-ը, Աբու Դաբիի Etihad-ը եւ Qatar Airways-ը, արդեն մասամբ վերականգնել են որոշ թռիչքներ, սակայն շարունակում են աշխատել իրենց սովորական հնարավորություններից զգալիորեն ցածր մակարդակով։ Վերջում մեկ լուր այլ թեմայով, այսինքն պատերազմական թեմաներից զատ, Հարավային Կալիֆոռնիայում իրավապահ մարմինների լայնածավալ գործողության արդյունքում հայտնաբերվել եւ փրկվել են տասնյակ անհետացած երեխաներ։ Riverside շրջանի շերիֆի գրասենյակի մարդկային թրաֆիքինգի դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումը մի շարք այլ իրավապահ կառույցների մասնակցությամբ իրականացրել է Operation Safe Return անունը կրող գործողությունը, որի ընթացքում հայտնաբերվել են 14-ից 17 տարեկան տասնյակ երեխաներ, որոնք ամիսներ շարունակ համարվում էին անհետ կորած։ Գործողություններն իրականացվել են Riverside, San Bernardino, Orange եւ Los Angeles շրջաններում, ինչպես նաև որոշ երեխաներ հայտնաբերվել են Հյուսիսային Կալիֆոռնիայում, Նևադայում եւ Արիզոնայում։ Ընդհանուր առմամբ 37 երեխա է հայտնաբերվել եւ փրկվել։ Իրավապահները հայտնել են, որ հայտնաբերված երեխաներից մի քանիսը դարձել էին ծանր հանցագործությունների զոհ, այդ թվում սեռական բռնության։ Գործողության ընթացքում իրականացվել է 7 ձերբակալություն, որոնցից մեկը կատարվել է դաշնային մակարդակով երեխաների սեքսուալ թրաֆիքինգի գործով։ Այսքանն էինք առանձնացրել օրվա լրահոսից։ Մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին եւ լայքել նյութերը։ Ես Հարություն Մինասյանն եմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը՝ խաղաղ եւ առողջ եղեք։